Եղել են այո իրավիճակներ, ես չեմ ուզում թաքցնել սա այլևս, եղել են իրավիճակներ, երբ որ մենք հասել ենք մի գծի, երբ որ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհանուր գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության սրված սպառնալիքների տեսքով։ Եվ սա մի բան է, որը ես պարտավոր եմ ասել եւ արձանագրել ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները ամփոփելիս։ Այսօր, այդ թվում իմ նշած հանգամանքների բերումով, այդ ռիսկերը հաղթահարված են։ Այդ ռիսկերը հաղթահարված են, հետեւաբար ելի եմ ուզում ասել նախորդող շրջանում չի եղել մի րոպե, մի վայրկյան, երբ որ մենք կոմպրոմիս ունենանք քրեա օլիգարխիկ համակարգի հետ։ Չի եղել ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան։ Պարզապես մենք մեզ հաշիվ ենք տվել, որ կան իրավիճակներ, երբ որ մեզ կրկնակի, եռակի շրջահայացություն է հարկավոր, ընդհանուր դանդաղկոտություն է հարկավոր, որպեսզի մենք արտաքին այնպիսի ազդեցություններ չսադրենք, որոնք Հայաստանի համար բերելու են այնպիսի ազդեցություններ, ինչպիսին մենք ունեցանք օրինակ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հիմա ես պատասխանատու կերպով ասում եմ, որ այդ բոլոր ռիսկերը հաղթահարված են եւ այդ բոլոր ռիսկերը կառավարված են եւ այդ ռիսկերը ըստ էության այլևս գոյություն չունեն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։